Ողջույն Վիկտորիա, այսօր մենք խոսել ենք բժշկական էթիկայի մասին, ասեմ, որ իմ ոդքասթի շրջանակներում խոսել ենք բժշկական թեմայի մասին, բժիշկների իրավունքների, պարտականությունների, նաև հիվանդների իրավունքների պարտականությունների մասին, բայց ուզեցի նաև առանձին, այսպես ասած, թեմա առանձնացնել հենց բժշկական էթիկայի մասին։ Կասեք, թե բժշկական էթիկան ինչքանով է կարևոր ժամանակակից առողջապահության համակարգում։ Ողջույն Նարե, շատ շնորհակալ եմ հրավերքի համար, ես ինքս հետևում եմ ձեր ոդքասթին և մասնավորապես բուժաշխատողների իրավունքների և պացիենտների իրավունքների հետ կապված ոդքասթին ևս հետևել եմ, նշեմ, որ բավականին կարևոր թեմա եք բարձրացնում, որովհետև բուժաշխատող և պացիենտ իրավահարաբերությունները ներկայիս առողջապահական համակարգում բավականին շեշտադրված են այն առումով, որ բուժաշխատողից է կախված և բուժաշխատողը առանցքային դերակատարություն ունի պացիենտի ոչ միայն պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, այլ նաև նրա կյանքի որակը լավացնելու գործում։ Ուստի բուժաշխատող պացիենտ իրավահարաբերություններում շատ կարևոր է հաղորդակցման հմտությունների տիրապետումը ու ներկայիս առողջապահական համակարգը հենց գնում է դրան, որպեսզի կարողանանք ավելի ներդաշնակ հարաբերություններ ստեղծել բուժաշխատողների և պացիենտների միջև։ Ներդաշնակ հարաբերությունների ստեղծման էությունը և կարևորությունը կայանում է նրանում, որ ճիշտ հաղորդակցման կառուցման վերջնարդյունքում մենք ունենում ենք իրազեկված և ճիշտ ընթացակարգով համաձայնություն, բուժման համաձայնություն տված պացիենտ, առողջապահական համակարգում բժշկական ծառայությունների մատուցման որակից գոհ պացիենտ, ինչը հանգեցնում է նրան, որ կյանքի որակը բարելավում է, բժշկական ծառայությունների որակը ևս բարելավում է, իսկ բուժաշխատողը կարողանում է առանց խոչընդոտների կատարել իր թիվ 1 առաքելությունը առողջապահության ոլորտում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, էթիկան հենց այն է, որ եթե օրինակ ինչ-որ, այսպես ասած, պարտականություններ ունի բժիշկը, պարտավորում է ասել հիվանդին, թե օրինակ ասենք համաձայնության հետ կապված, եթե բուժելու է հիվանդի ինչ-որ մի մարմնի որևէ հատված, դրա համար պետք է ստանա համաձայնությունը պացիենտին, արդյոք բուժելու են, թե չի բուժելու, Սա բժշկական էթիկայի և առողջապահության օրենսդրության բաղադրիչ հատվածներից մեկն է, դա իրազեկված համաձայնությունն է, այո, ինքը թե բժշկական էթիկայի հատվածն է, թե նաև մեր օրենսդրության հատվածն է, կարևորագույն հատվածներից մեկն է։ Այստեղ ես պետք է նշեմ, որ բժշկական էթիկան ավելի լայն հասկացություն է և ավելի լայն կատեգորիա է։ Ինչ առումով, որ էթիկայի շրջանակներում էթիկան ամեն ինչի հիմքն է, այսպես ասած, էթիկայով տրվում են որոշակի իրավական կարգավորումներ, մենք ունենք այդպիսի կարգավորումներ, ինչը ենթադրում եմ, որ դրանք անդրադառնանք, այն առավելապես վերաբերում է և անհրաժեշտ է բուժաշխատող պացիենտ հարաբերություններում իրավագիտակցության և իրավական մշակույթի փոփոխման համար, որպեսզի մենք հասկանանք, որ պացիենտը եկել է այո ոչ միայն բժշկական օգնություն ստանալու, այլ պետք է նորից հասեմ, որ իր կյանքի որակը բարելավելու ինչու չէ, որովհետև միշտ չէ, որ երբ որ անձը դիմում է բժշկական հաստատություն, նա դիմում է բժշկական օգնություն ստանալու համար և ընդհանրապես, եթե մենք հայացք գցենք սահմանադրությանը, մեր սահմանադրությունը շատ հետաքրքիր ամրագրում է տվել հենց առողջապահական ոլորտի իրավական հատվածին, որով որ ասում է յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք։ Առողջության պահպանման իրավունքը շատ լայն հասկացություն է, ինքը իր մեջ ներառում է կանխարգելիչ բժշկական օգնությունից, իհարկե միայն բժշկական։ Եթե մենք նայենք մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, սահմանադրության իրավակարգ
կարգավորումներ, մենք տեսնենք, որ այնտեղ գրած է, որ յուրաքանչյուր ոք ունի բժշկական օգնություն սպասարկում ստանալու իրավունք։ Բժշկական օգնություն սպասարկում ստանալու իրավունքը շատ նեղ հասկացություն է, այդտեղ ուղղակի դիմում ես, այո, պացիենտը գալիս է, դիմում է, ստանում է բժշկական օգնությունը եւ վերջ, դրանով ավարտվում է իր իրավունքի սահմանները, հա, այսպես ասած, բայց առողջության պահպանման իրավունքը ինքը լայն է նրանով, որ ինքը իր մեջ պարունակում է թե կանխարգելիչ բժշկությունը, թե օրինակ սննդամթերքի անվտանգությունը, մաքուր ջրի, մաքուր խմելու ջրի առկայությունը, հանրային առողջապահության հատվածը, ինչի 2020 թվականից հետո բավական ակտուալ է դարձել, մասնավորապես, այո, Հայաստանում ոչ միայն COVID-ի հետ կապված, այլ նաև պատերազմական գործողությունների հետ կապված, որովհետև այստեղ մենք ունեցել ենք առողջապահական համակարգը երկու, այսպես ասած, մարտադաշտով պայքարում էր մի կողմից, այո, համաճարակի պայմաններում պացիենտներին բուժօգնություն տրամադրելու համար, մյուս կողմից պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց բժշկական օգնություն տրամադրելու հարցում բնականաբար դա բավականին բարձրացեց մեր առողջապահական համակարգի որակը, որովհետև մենք այսպես ասած ստրեսային վիճակի հայտնվեցինք, հա, ու շատ ասպեկտներ հենց 20 թվականից հետո ավելի ճիշտ ու ավելի պատշաճ դիտարկումներ ստացան։ Ինչ վերաբերվում է այո, առողջության պահպանման իրավունքին, ապա այստեղ մտնում է նաև ինչու՞ չէ էթիկական հատվածը։ Ու ես այստեղ կցանկանայի նաև ավելացնել այն պահը, որ տեսեք, էթիկան ինքը, եթե տենց արդեն իրեն անվանական, հա, կոչենք, դա մարդու արժանապատվության մասին է, դա տեղեկացված համաձայնության մասին է, գաղտնիության իրավունքի պահպանման մասին է, ինչը շատ կարևոր է առողջապահության ոլորտում բժշկական գաղտնիքի տեսանկյունից, մենք շատ ուժեղ այդ առումով կարգավորումներ ունենք օրենսդրության մեջ ու վերջերս բավականին օրենսդրությունը այդ առումով լավարկվել է։ Տեսեք, նույնիսկ երբ որ մենք նայենք միջազգային փաստաթղթերին, հա, դիցուք տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին կոնվենցիային, դաշնակրին, այնտեղ նշվում է, որ իր ուրեմն նույնանուն կոմիտեի մեկնաբանություններում նշվում է, որ առողջության իրավունքի խախտում կարող է համարվել նաև մարդու արժանապատվություն խախտելը, գաղտնիության իրավունք խախտելը, այսինքն մենք այստեղ չենք դիտարկում իրան միայն որպես բժշկական օգնություն ստանալ, մենք իրան դիտարկում ենք մարդու արժանապատվության տեսանկյունից, գաղտնիության իրավունքի տեսանկյունից եւ նման բժշկական էթիկային համապատասխանելիության տեսանկյունից եւ մի շարք նմանատիպ ասպեկտներից։ Այո, օրինակ որ նշում եք արժանապատվության խախտման հետ կապված, օրինակ կարող եք բերել, թե օրինակ եթե խախտվում է էթիկայի կանոնակարգը, էթիկայի նորմերն են խախտվում, մարդու արժանապատվությունը ինչ առումով է խախտվում։ Դե օրինակ բժշկի կողմից ոչ պատշաճ արտահայտությունները, որոնք կարող են դա ավելի շատ վերաբերում է այն բժշկական ծառայություններին, որոնք կրում են ավելի մեկուսի պայմաններում, հա, տրամադրելու, այսպես ասած, բնույթը, դրանք վերարտադրողական իրավունքներին են վերաբերում, ինչու՞ չէ նաև միավով ապրող անձանց են վերաբերվում, հա, որոնք որ օդանավի միջոցներից կախվածություն ունեցողներին, որոնք որ որոշակի սոցիալական խարանային խոցելի են եւ խարանի են ենթարկված, ինչի ուղղությամբ եւս մեր առողջապահական համակարգն աշխատում է, որպեսզի այդ խարանի հասցվող թե պրակտիկան, թե գործնական առումով, թե օրենսդրական առումով վերանան, որովհետև սոցիալական խարանը թույլ չի տալիս, որպեսզի մարդը կարողանա լիարժեք բժշկական օգնություն ստանալ եւ լիարժեք բուժվել։ Սա մինիմալ պայմաններն եմ, հա, ես ասում։ Ու ինչու՞ չէ հենց այդ առումով, օրինակ, երբ որ մենք խարանային արտահայտություններ ենք անում, ինչպիսին որ սպիդով հիվանդ, օրինակ, կամ նարկոման, չէ, ինչ հենց նարկոման, թմրամոլ, ինչ այստեղ մենք օրենսդրության հետ կապված խնդիրներ ունենք, որովհետև եթե միավ ունեցող անձինք արդեն իսկ կարգավորվել են եւ իրանք միավով ապրող անձինք են, ու ինչ որտեղ դրա օրենսդրական կողմից
0-ից դրա սոցիալական խարանը նվազեցվել է եւ հասցվում է 0-ի, ապա թմրամիջոցների հետ կապված, թմրամոլության հետ կապված դեռևս մենք ունենք այդտեղ աշխատելու տեղ, որովհետեւ թմրամոլությունը, թմրամոլությամբ հիվանդը, հա, ոնց որ նշված է մեր օրենսդրության մեջ, իրանք ուղղակի պետք է վերանան եւ դա միջազգային պահանջ է, ինչու՞ չէ, նաեւ որովհետեւ դա օրենսդրական առումով մարդու արժանապատվությունը այո խախտում է։ Նույնիսկ որ օրինակ չեն ասում հիվանդ, ասում են պացիենտ, որովհետև հիվանդ հենց որպես այդպեսին դու պիտակավորում ես մարդուն։ Ոչ միայն պիտակավորում ես, այլ դու իրան նեղացնում ես օրենսդրական ձևակերպման առումով, ինչի, որովհետև եթե օրինակ հղի կինը գնում է կոնսուլտացիայի խորհրդատվության, ինքը գնում է բժշկական օգնություն ստանալու, բայց ինքը հիվանդ չի, ինքը պացիենտ է, ինքը որոշակի կարգավիճակ ունի կամ թեկուզ կանխարգելիչ բժշկություն, հիմա ապահովագրության շրջանակներում պարտավորություն կա ապահովագրված անձանց համար, որ իրանք գնան որոշակի կանխարգելիչ ծառայություններ ստանան։ Այդ կանխարգելիչ ծառայությունների գնալը չի նշանակում, որ մարդը հիվանդ է, դա նշանակում է, որ մարդը հիվանդություն չունի, ուղղակի գնում է որոշակի, այո, որոշակի կանխարգելիչ բժշկական ծառայություններ ստանալու համար։ Դրա համար, տեսեք, վերջերս նույնիսկ բուժաշխատողների մեջ տարածված է նաև բուժառու տերմինը, բայց բուժառու տերմինը եւս ճշգրիտ չէ այն առումով, որ ինքը օրենսդրական ձևակերպում չէ։ Օրենսդրական ձևակերպումը մեր մոտ պացիենտն է, ու դա շատ իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կողմամբ բավականին գեղեցիկ հնչեղ տերմին է։ Չի վիրավորում կամ չի պիտակավորում որևէ ձևով չի պիտակավորում։ Օրինակ բժշկական էթիկան, ես ոնց հասկացա, դա նաև նպաստում է, որ բժիշկների ոչ միայն մասնագիտական որակը բարձրանա, այլ նաև մարդկային արժեքը բարձրանա, այսինքն դու պետք է համապատասխանես բարձր մակարդակի տեր ունեցող մարդկանց արժեհամակարգին։ Միանշանակ։ Մեզ մոտ հենց ընդհանրապես էթիկան դա մարդու արժեհամակարգի արդեն արտաքին արտացոլման հնարավորությունն է։ Ու երբ որ մենք տեսեք մեր օրենսդրությունը ինչ առումով է փոխվել 2020 թվականի օրենսդրական փոփոխությունից հետո մեր առողջապահության մայր օրենքում, իսկ առողջապահության մայր օրենքը դա բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքն է, կատարվել է փոփոխություն եւ ներառվել են բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները։ Իսկ արդեն 2022 թվականին կառավարության որոշմամբ հենց հաստատվել են բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, որոնք որ մի քանի խումբ են կազմում, այստեղ մենք ունենք գործ ոչ միայն բուժաշխատող պացիենտ հարաբերությունների հետ, այլ նաև բուժաշխատող հարաբերություններում։ Կա նաև դրույթ բուժաշխատող եւ իր գործունեությունից ելնելով իրավահարաբերություններում իր դրսևորման հետ կապված, օրինակ հանրային առողջապահության ոլորտում բուժաշխատողների վարքագծի կանոնների վերաբերյալ արկային կանոններ կամ օրինակ բուժաշխատող երրորդ անձ հարաբերություններում, որտեղ որ արգելվում է այնպիսի նվերների ընդունումը, որոնք հետագայում կարող են, չէ, այստեղ ավելի շատ կաշառք չի, որը որ հետագայում կարող է բժշկական օգնության վրա իր ազդեցությունը ունենալ։ Դա առավելապես վերաբերվում է դեղորայքային ընկերությունների հետ հարաբերություններին, հա, որը որ հստակ սահմանված է բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոններով, ու բնականաբար եթե հաստատվում են կանոններ, բնականաբար իրանք ունեն նաև իրենց խախտման համար նախատեսվող ընթացակարգեր։ Չէ, այստեղ պատասխանատվությունը առհասարակ էթիկան ինքը պատասխանատվության մասին չի։ Ինքը առավելապես գիտակցության մասին է, իրավագիտակցության փոփոխության, իրավական մշակույթը նոր ասպեկտներով բացահայտելուն է, ինչ որ մեր առողջապահական համակարգը ներկայիս է, ժամանակակից առողջապահական համակարգը շատ դրա կարիքը ունի։ Եվ հենց դա է պատճառը, որ հաստատվել են հենց բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, ու այստեղ նայեք, այստեղ պատասխանատվություն նույնիսկ այնքան գեղեցիկ է այդ օրենսդրության մեջ ներկայացված, այնքան շատ հստակ է այն առումով, որ տեսեք, մեր մոտ այսպես է, եթե բացահայտվել են, հա, էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողով ունենք, հանձնաժողովի կողմից եթե բացահայտվում է որևէ էթիկայի կանոնի խախտման դեպք, այո, ոչ թե պատասխանատվության միջոց է կիրառվում, այլ առողջապահության ոլորտի լիազոր մարմնին առաջարկություն է ներկայացվում, որից ինչ բուժաշխատողի նկատմամբ պետք է կիրառվի նկատողություն, օրինակ, նկատողություն
պատասխանատվությունը։ Այս դեպքում առողջապահության նախարարությունը արդեն առաջարկում է գործատուին, օրինակ գործատուն կարող է լինել X բժշկական կենտրոնում, որտեղ այդ բժշկատուղը աշխատում է այդ X բժշկական կենտրոնում, ու արդեն X բժշկական կենտրոնը աշխատանքային օրենսդրության շրջանակներում այդ կարգապահական պատասխանատվություն, չէ, ինքը կարող է նկատողություն տալ, մենք այստեղ 3 լծակ ունենք՝ նկատողություն, խիստ նկատողություն եւ 1 ամսով անհատական լիցենզիաների զրկում։ 2027 թվականից բոլոր բուժաշխատողներն ունենալու են անհատական լիցենզիաներ։ Ու այդ վերջին դրույթը դե բնականաբար ուժի մեջ է մտնում 2027 թվականին, որտեղ դեռ անհատական լիցենզիաներ չկան։ Ու այստեղ առավել ու եթե օրինակ գործատուն, ինչի՞ չէ լինում է դեպքեր, որ գործատուն չի կիրառում, որովհետև մտածում է, որ ինքը իմ բրենդ բժիշկն է, ես չեմ կարող իր նկատմամբ օրինակ ինչ-որ պատասխանատվության միջոց կիրառել։ Բնականաբար այս դեպքում նույնիսկ մենք ունենք նաև բուժաշխատողների ռեգիստր, յուրաքանչյուր բուժաշխատող, այսպես ասած, իր էջը ունի։ Իր էջում նշվում է, երևում է, որ ինքը բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հետ կապված ունի, որոշակի վարույթ հարուցված եւ որոշակի դեպք, այսինքն ինքը առավելապես այստեղ շեշտը դրված է հասարակական, արսավանքը մի քիչ սխալ կխնչի, որովհետեւ առավելապես ինքը հասարակական բնույթ ունի այդ պատասխանատվությունը, այսպես ասած, բան չունեմ ասելու, ինքը գնում է դեպի կարգապահական պատասխանատվության ոլորտ, գնում է աշխատանքային օրենսդրություն եւ այլ, բայց այստեղ առավելապես շեշտը դրված է նրա վրա, որ այսուհետև բուժաշխատողը ուղղակի իր դիրքից եւ իր ստատուսից ելնելով չպիտի նմանատիպ արարք գործի։ Եվ դա է նպատակը, որ այժմ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները դարձել են պարտադիր բուժաշխատողների համար, որովհետև մենք չենք կարող մարդկանցից պահանջել, որպեսզի իրանք հետևեն ինչ-որ կանոնների, եթե մենք իրազեկվածություն չի ապահովել, օրինակ պետությունը իրանց համար։ Իրականում այն ինչ որ դուք նշում եք, ես նաև անալոգիա եմ անում փաստաբանական, էթիկայի կանոնակարգին, նույնն էլ մեզ մոտ է, որ եթե օրինակ կանոնակարգի որևէ կետ խախտվում է, դրա համար կան պատասխանատվության միջոցներ, ու ելի եթե օրինակ որևէ փաստաբան որևէ պատասխանատվություն է նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում եւ պատասխանությանը ենթարկվում, ինտերնետային դիրույթում նշվում է, նույնիսկ շատ ծիծաղելի է, երբ որ պարտադիր պետք է մասնակցեն դասընթացներին կամ այն տուրքը կամ գումարը անդամավճար, որ պետք է վճարվի ու ասենք, չգիտեմ, մարդես 5000 վերջին 5000 դրամ մոռանում ես վճարել, դրա մասին երևում է, որ ինքը պարտք է եւ այլն չի վճարել, բայց ասենք այդ 5000 դրամ ինքը իրանց կոպիտ ասած ոչ մեն չի ներկայացնում ու կարող է այդ մարդը շատ լավ մասնագետ լինի ու ընդհանրապես որևէ էթիկայի կանոնների խախտում արած չլինի։ Հասկանում։ Դե այստեղ երկու մասնագիտություններն էլ ամենայն հարգանքով մնացած մասնագիտությունների նկատմամբ, բայց երկու մասնագիտություններն էլ իհարկե բուժաշխատողին մի քիչ ավելի բարձր գործ ունեն մարդու կյանքի որակի հետ։ Մարդու կյանքի հետ, ինչի՞ չէ, ու դրա համար երկուսի առաքելությունն էլ բարձր է ու երկուսն էլ պետքա հետևեն իրենց էթիկայի կանոններին, իմ սուբյեկտիվ ընկալմամբ եմ ես ասում։ Բայց օրինակ կան լրագրողներն էլ ունեն իրենց էթիկայի կանոնները, բայց չգիտեմ, այդքան ավելի բարձր են, թե ես ծանոթ չեմ լրագրողների, գիտեմ որ կա, բայց ծանոթ չեմ լրագրողների էթիկայի կանոնների, երբևէ չեմ առաջարկել։ Բժշկական էթիկան ժամանակակից գիտության ոլորտում, թվայնացման ոլորտում, թեկուզ չգիտեմ, կարելի է խոսել նաև արհեստական բանականության ոլորտում, ինքը ինչպես է գործում։ Տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրացնում, ինչի, որովհետև տեխնոլոգիական աշխարհը երկրաչափական պրոգրեսիայով այո զարգանում է, նույնիսկ երկրաչափական պրոգրեսիան էլ արդեն շատ փոքր, այսպես էլ մեծություն է, որպեսզի մենք համեմատենք, ամեն օր մի նոր բան է փոխվում, ու բնականաբար մենք պետք է հասցնենք նաև դրա հետևից։ Բժշկական էթիկա ինչով է կարևոր ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում կիրառման մեջ, որ այնտեղ միևնույնն է, ինչքան էլ օրինակ շատ բուժաշխատողներ հենց կլինիկական փորձարկումների ժամանակ, գիտական փորձարկումների ժամանակ, այո, այդ գայթակղությունը մեծ է նորարարությամբ զբաղվելու, նոր ինչ-որ գյուտեր անելու, նոր բացահայտումներ անելու, առանց փորձարկումների։ Չէ, փորձարկումներ թեկուզ փորձարկումներով, շատ է գայթակղությունը ու բժշկական էթիկան անհրաժեշտ է նրա համար, որ այդ ճանապարհին մենք
չմոռանանք, որ մեր դիմաց ռոբոտ չէ, այլ մարդ։ Ու ինքը ունի արժանապատվություն, ինքը ունի սահմանադրությամբ նախատեսված իրավունքներ եւ ազատություն, հիմնարար իրավունքներ եւ ազատություններ։ Ու դրա համար էլ հենց տեսեք, ես օրինակը բերեմ դեղերի կլինիկական փորձարկումների վրա, երբ ինչ-որ նոր դեղ պետքա փորձարկեն, հա, մարդկանց վրա կամ օրինակ դեղը փորձարկված է այլ պետություններում, հիմա էլ Հայաստանում պիտի փորձարկվի, մենք ունենք նորից էթիկայի հանձնաժողով, այս անգամ դեղերի կլինիկական փորձարկումների, որը որ նայում է այդ համապատասխանությունը պատշաճ կլինիկական գործունեությանը, համ Եվրոպայի հանձնաժողովի կողմից հաստատված դիրեկտիվներով, համ ԵԱՏՄ-ի կողմից հաստատված դիրեկտիվներով, համ էլ մեր առողջապահության նախարարության կողմից հաստատված կանոններին համապատասխան, որպեսզի պատշաճ կլինիկական գործունեության կանոնները գործեն։ Որովհետև ու եթե էթիկայի հանձնաժողովը գտնի, որ այստեղ որևէ ձևով խախտվել է պացիենտի չէ, այս դեպքում հետազոտվողի իրավունք, ապա դիցուկ օրինակ պատշաճ ձևով չի իրազեկվել ու տրվել է համաձայնություն։ Օրինակ որևէ ռիսկ այնտեղ բաց է թողնված։ Այդ արդեն մենք կարող ենք իրան դիտարկել, հա մեր իրավական լեզվով ասած, գործարքի վերաբերյալ ոչ պատշաճ կետերի տեղեկատվություն, հա, որը որ եթե այդ տեղեկատվությունը լիներ, գործարքը չէր կնքվի, հա, նույն ձևով համաձայնությունը չէր տրվի, հա, ասենց զուգահեռներ անցկացնեն։ Էթիկայի հանձնաժողովը կարող է բացասական եզրակացություն տալ, կլինիկական փորձարկում չի իրականացվի կամ իրականացնելու ընթացքում էլ կդադարեցվի։ Այնպես որ տեսեք, այս առումով էլ մենք նաև տեսեք բժշկական էթիկայի արմատները գնում են դեպի ավելի հին արմատներ, հա, մեր բոլոր բժիշկները տալիս են Հիպոկրատի երթում եւ հենց Հիպոկրատի երթման յուրաքանչյուր տող ինքը հենց բժշկական էթիկայի մի կոմպոնենտ է, կանոնի, հա, մի կանոն է, այսպես ասած, բժշկական էթիկայի, բայց թողնենք Հիպոկրատին, առավել բժշկական էթիկայի, առավել sense ցայտուն ուրեմն զարգացումը եղել է 46 թվականից սկսած Հելսինկյան հռչակագրով, երբ որ դա բնականաբար 45 թվականի արձագանքն ու արտացոլանքներն ու 30-ից 45 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմի, երբ որ անօրինական գիտական փորձեր էին արվում մարդկանց վրա եւ այլն, ու արդեն Հելսինկյան հռչակագրով հաջորդ տարին նաև Նյուրնբերգյան կոդեքսով, հա, հաստատվեցին հենց գիտական փորձերի եւ կենսաբժշկության ոլորտում ուրեմն բժշկական էթիկայի որոշակի կանոններ։ Դա այստեղ ավելի շատ իրազեկված համաձայնությունը կար, գաղտնիությունը կար, ռիսկային գործոնները պետքա բնականաբար հաշվի առնվեին, մարդու արժանապատվությունը բնականաբար առաջնային էր, դա միշտ անխախտելի է, անքակտելի է եւ սահմանափակման ենթակա իրավունք չէ, որից հետո արդեն 97 թվականին ընդունվեց մարդու իրավունքների կենսաբժշկության մեջ, հա, Օվիեդոյի կոնվենցիան, որը որ Հայաստանի Հանրապետությունը վերջերս վավերացրել է նաև, ու այնտեղ եւս իսկ Օվիեդոյի կոնվենցիան առավելապես ինքը խոսում է գենետիկայի հիմքով որոշակի փորձարկումներ իրականացնելու մասին, մարդու օրգանները ուրեմն շահույթի աղբյուր դարձնելու արգելքի մասին, այնտեղ խոսում է ցանկացած գիտական փորձ որ արվում է, մենք պետք է միշտ հիշենք, որ պացիենտի շահը ամենաբարձրն է։ Մարդու շահը ամենաբարձրն է։ Եթե մենք տեսնում ենք որևէ գործոն, որը որ թեկուզ մի չնչին հակասում է մարդու կամ պացիենտի շահերին, մենք ուղղակի դադարեցնում ենք այդ գործունեությունը, գիտական գործունեությունը։ Ու շատ կարևոր է այն առումով, որ Օվիեդոյի կոնվենցիան բավականին սինխրոնիզացված է հենց մեր հայաստանյան օրենսդրության հետ։ Իսկ օրինակ ժամանակակից գիտության հետ կապված, եթե օգտագործվում է արհեստական բանականությունը, այս մասով թե չկան նմանատիպ փորձարկումներ։ Չէ, փորձարկում որպես այդպեսին, դե նայեք, մեր մոտ մեր օրենսդրությամբ չի ասի փորձարկում։ Ես ուղղակի կասեմ, որ մեր օրենսդրությամբ կա հնարավորություն հեռաբժշկությամբ բժշկական օգնություն տրամադրելու, հա, այսինքն հատուկ հավելված, մենք ունենք Արմեդ հավելվածը, հենց Արմեդ հավելվածով, այո, ու այնտեղ շատ հետաքրքիր
հետաքրքիր է, որ կան նաև կանոններ, հա, հատուկ առանձին մի հատ կառավարության որոշում կա, որտեղ որ նշված է, ոնց պետք է իրականացվի հեռաբժշկության անցկացման կարգն է ներկայացվել։ Բայց ասեք, այդ ճիշտ է, թե պետք է։ Տեսեք, դա ճիշտ է այն առումով, որ մենք չենք կարող տեխնոլոգիական ժամանակահատվածում ուղղակի հաշվի չառնել այդ փաստը, որովհետև եթե մենք գնանք, օրինակ, թեկուզ ամենապրիմիտիվ օրինակը բերեմ, մենք նույնիսկ առևտուրը արդեն սկսել ենք on-line անել, մենք չենք ուզում խանութ գնալ, հա, մենք չենք էլ մտածում արդեն խանութ գնալու մասին։ Նույն տենդենսները նաև ինչ չէ բժշկության մեջ է, մարդիկ ուզում են թեկուզ խորհրդատվություն ստանալու համար չգնան հասնեն բժշկական հաստատություն, կամ թեկուզ օրինակ դա արդեն միայն Հայաստանի Հանրապետությունում չի, դա կարող է նաև միջազգային մակարդակ ձեռք բերել, այո, ու շատ պացիենտներ ուղղակի որոշեն, որ պետք է Հայաստանում իրենց խորհրդատվությունները ստանան, ինչի, որովհետև Հայաստանում որակը բժշկական ծառայությունների բարձր է, գինն էլ ցածր իրենց այո համեմատ իրենց երկրների համեմատ։ Դրա համար իրանք որոշեն կամ օրինակ կարող են մենք ունենք բժշկական ծառայություն, որ իրանց մոտ չկա, ու իրանք ուզենան մեր մոտ ստանալ այդ բժշկական ծառայությունը։ Հիմա տեսեք, ու բնականաբար հեշտ ու ճիշտ պատշաճ տարբերակը դա հեռաբժշկությունն է։ Ուղղակի հեռաբժշկությունը եւս կարող է իր հետ որոշակի ռիսկեր բերել, օրինակ գաղտնիության իրավունքին, այո։ Դրա համար մեզ ինչքան է ապահով, ինչքան է վստահում դու միանշանակ մենք պետք է ունենանք հատուկ սերվերային համակարգին, ու մենք ունենք բավականին զարգացած, բայց այլ ավելի պետք է զարգացնել, որովհետեւ դրան զուգահեռ աճում է նաև կիբերհանցագործությունների, չէ՞, թիվը։ Բնականաբար կարող է շատ հեշտ ու հանգիստ, այո, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մենք խնդիրներ ունենանք։ Դրա համար իհարկե մեր օրենսդրության մեջ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված բավականին լավ է օրենսդրությունը, հա, կանոնակարգված է, ընդհանուր միջև բժշկական գաղտնիքի տրամադրման կարգը մենք ունենք, հա, դատական կարգով եւ այլն, բայց մենք ունենք հատուկ ցանկ, թե ում պիտի տանք բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալը եւ ոնց։ Այդուհանդերձ դե մենք էլի, քանի որ տեխնոլոգիական աշխարհը էլի զարգանում է, էլի եմ ասում երկրաչափական պրոգրեսիվ, մենք ուղղակի պարտավոր ենք այդ ամեն ինչին հետևել ու մենք էլ, այսպես ասած, մեր զարգացումն ապահովել հավոր պատշաճի։ Դուք անդադ նշում եք պացիենտի լավագույն շահ, բայց նաև մենք այստեղ ունենք հասարակությունը։ Օրինակ, ինչ կասեք այդ մասով։ Տեսեք, մենք դրա կարգավորումներ ունենք իրապես օրենսդրությամբ։ Դե տեսեք, ես ասել եմ, չէ, բժշկական օգնությունը կարող է մատուցվել պացիենտի համաձայնությամբ, միայն այն էլ տեղեկացված համաձայնությամբ։ Բայց գոյություն ունեն դեպքեր, երբ որ օրինակ ուրեմն անձին առանց տեղեկացված համաձայնության կարող են բժշկական օգնություն տրամադրել, այո, դա մեր օրենսդրությամբ նախատեսված է երկու դեպքերում։ Երբ որ անձը ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, եւ երբ անձը գտնվում է կյանքին վտանգ սպառնացող, այո, իրավիճակում։ Երկու դեպքերի համար էլ գոյություն մենք ունենք առանձին կառավարության որոշմամբ նախատեսված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկ, որը ի դեպ սույն թվականի հունվարին թարմացվել է, հա, շատ հիվանդություններ այդտեղից հանվել են, որոշների ակտուալությունն է կորցրել, որոշների իրենց բուժում ունեն այլևս շրջապատի համար վտանգավոր չեն։ Նաև ունեն կառավարության որոշում, որով որ ցույց է տրվում, թե բուժաշխատողը ինչ պայմաններում պետք է տրամադրի բժշկական օգնություն, եթե անձը գտնվում է, պացիենտը գտնվում է կյանքի վտանգ սպառնացող իրավիճակում։ Ծնողներից, հա, ներկայացուցիչ են հարցնում։ Այստեղ չէ, շատ կարևոր է տեսեք, օրինական ներկայացուցիչը, ծնողը հանդես են գալիս այն ժամանակ, երբ որ պացիենտը երեխա է կամ օրենքով ճանաչված անգործնակ եւ սահմանափակ գործունակության դեպքում, բայց կյանքին վտանգ սպառնացող դեպքերում մենք որևէ մեկին ոչինչ չենք հարցնում։ Մենք տրամադրում ենք բժշկական օգնություն, այլապես մենք կունենանք խնդիր օրենքի հետ կապված, ընդհանուր միջև կարող է լինել քրեական պատասխանատվություն։ Դրա համար դա ուրեմն բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարել կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածն է։ Այդ իսկ որը ի դեպ նյութական հանցակազմ է։ Այսինքն պետք է ինչ-որ մի հետևանք հասնի, հա, որ դա շատ հետաքրքիր է, որ ինձ թվում է դա այդքան է, բայց դա նորից իմ սուբյեկտիվ ընկալմամբ, որովհետև պարտադիր չի, որ վրա հասնի հետևանքը, որ մենք հասկանանք, որ ինքը ճիշտ չի մատուցել, սխալ է մատուցել, որտեղ ի վերջո մենք ունենք նաև գործելակարգեր, հա, պացիենտի վարման յուրաքանչյուր հիվանդության կամ վիճակի համար, ոչ թե հիվանդության, այլ վիճակի համար մենք ունենք գործելակարգեր։ Ուստի ես ենթադրում եմ, ուղղակի մենք մեր օրենսդրության մեջ չունենք բժշկական սխալը,
ինչը մեծ բաց է այն առումով, որ եթե օրինակ բժշկի կողմից սխալ բուժում լինի ու վրա հասնեն վատ հետևանքներ, մենք այդ մարդուն ինչ պատասխանատվության կենթարկենք, իսկ պացիենտին ինչ պատասխան կտանք այս դեպքում։ Ինչը ենթադրում եմ օրինակ գործելակարգերից հետո նաև այդ օրենսդրական փոփոխությունն էլ կլինի, լիահույս եմ, որպեսզի ցանկացած օրենսդրական բաց մանավանդ առողջապահության ոլորտում ինքը ռիսկային է այս դեպքում։ Իսկ ինչ վերաբերում է տեղեկացված համաձայնության, այո, մենք ունենք մինչև 16 տարեկան երեխաներին, ուրեմն իրենց փոխարեն հանդես է գալիս իրենց օրինական ներկայացուցիչը, դե օրինական ներկայացուցիչը գիտենք, դա ծնողն է, որդեգիրն է կամ օրինակ նշանակված խնամակալը, կամ հոգաբարձուն, հա, իսկ ինչ վերաբերվում է անգործունակ ճանաչված անձին կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձին, այստեղ բնականաբար հոգաբարձուն կամ խնամակալն են հանդես գալիս, ովքեր որ իրենց փոխարեն կարող են համաձայնությունը տալ, ոչ թե կարող են, այլ հենց իրենց փոխարեն տալիս են այդ համաձայնությունը ու նաև տեղեկությունն են իրենց փոխարեն ստանում, այսինքն այստեղ այլևս բժշկական գաղտնիքի հարց չկա, այդ մարդիկ օրինական ձևով կարող են տեղեկություն ստանալ ու նույնիսկ որոշ դեպքերում նաև դրա մասին չհայտնել այս կատեգորիայի անձանց։ Իհարկե այդ կատեգորիայի անձանց իրանք հայտնում են միայն այն ժամանակ, երբ որ օրինակ տվյալ բժշկական տեղեկատվությունը չի վնասի պացիենտին կամ տվյալ բժշկական տեղեկատվությունը հակառակը կբարելավի պացիենտի վիճակը, պացիենտը հասկանում է, օրինակ ինքը կարող է ճանաչված լինի անգործունակ, բայց ինքը լրիվ հասկանա, որ ինքը ունենա օրինակ քաղցկեղ։ Ու երրորդ նախապայմանն այն է, որ պացիենտի օրինական ներկայացուցիչը պետք է համաձայն լինի, որ այդ տեղեկատվությունը տրամադրվի պացիենտին։ Այդ 3 գործոնների միաժամանակի առկայության դեպքում թե տեղեկատվության տրամադրման, թե համաձայնության համար, հա, տեղեկացված համաձայնության համար, այդ միաժամանակ 3 պայմանների միաժամանակի առկայությունը պարտադիր է, դրանցից մեկը եթե չլինի, մենք չենք կարող հա որևէ շեղում թույլ տալ։ Իսկ մնացած բոլոր դեպքերում մենք ունենք բժշկական գաղտնիք, բժշկական գաղտնիքի շրջանակներում բնականաբար մենք առանց պացիենտի համաձայնության չենք կարող որևէ տեղեկատվություն տրամադրել երրորդ անձի, եթե տրամադրում ենք դա ու անօրինական ձևով ենք տրամադրում, դա բնականաբար ուրեմն եւս քրեական պատասխանատվություն ենթադրող արարք է, բժշկական գաղտնիքի հրապարակման հանցակազմն է։ Մենք մի այսպես ասած չասեմ բացառություն, բայց մի հատ sense երրորդ կարգի, հա, կարգավորում ունենք, դա կոնտակտային անձի առկայությունն է, կոնտակտային անձի, հա, բայց կոնտակտային անձին էլ, հա, նշում է հենց ինքը պացիենտը, նշելով, որ ու այնտեղ կա օրինակ, եթե պացիենտը բայց գիտակից վիճակում չի գտնվում, հա, կապ են հաստատում կոնտակտային անձի կամ եթե կոնտակտային անձ չկա, ապա ընտանիքի անդամի, դե հայրը, մայրը, երեխաները, ամուսինը, ամուսնու ծնողներն են։ Այդ համարվում են ընտանիքի անդամները։ Այս դեպքում մենք գաղտնիության իրավունքի խախտում չունենք, մնացած բոլոր դեպքերում պացիենտի բժշկական գաղտնիքը հրապարակելը խստիվ արգելվում է, մենք ունենք մի շարք բացառություններ, որ առանց պացիենտի համաձայնության կարող են բժշկական գաղտնիքը տրամադրել երրորդ անձանց, բայց այդ երրորդ անձանց ցանկը հստակ նշված է բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքում։ Եվ կուզենայի վերջին հարցը, հա, ինչ խորհուրդ կտաք այն բժիշկներին, ովքեր որ օգնում են մարդկանց, բժշկում են հենց էթիկայի շրջանակում, ինչ խորհուրդ կտաք նրանց։ Առաջին հերթին խորհուրդ կտամ իրազեկ լինել էթիկայի կանոններին։ Բացի օրենսդրության, մեր օրենսդրության մակարդակով։ Երկրորդը ես խորհուրդ կտամ, որպեսզի այն պլան կան, որը որ հասարակությունը բուժաշխատողի համար սահմանել է, իսկ դա դարերով եկած է, որովհետև մեր համար բուժաշխատողը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Ես միշտ ասել եմ, ինքը երկրի վրա, հա, Աստված երկնքում, ինքը երկրի վրա, ու ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ այդ պլան կան, այդ սահմանագիծը մենք միշտ պահենք, բուժաշխատողը հիշի, որ ինքը այդ աստիճանի վրա, այդ մակարդակի վրա է գտնվում ու երբևէ թույլ չտա էթիկական խախտման պատճառով այդ սահմանագիծը թեկուզ մի խազ իջնի։
որի հետևանքով ես ոչ միայն բուժաշխատողի նկատմամբ վստահությունը կորում, այլ ամբողջ առողջապահական համակարգի, որտեղ մենք տենց հասարակություն ենք, մենք սիրում ենք տենց առողջապահական համակարգին ենք միանգամից թիրախավորում մեկ բուժաշխատողի պատճառով։ Բայց դա էլ պետք է բուժաշխատողի, որ ինքը այսպես ասած պաշտոնական ներկայացուցիչն է առողջապահության ոլորտի կողմից։ Շատ շնորհակալություն Վիկտորիա, իսկապես անդրադարձանք շատ նեղ մասնագիտական, այսպես ասած ոլորտի քննարկմանը, որովհետև սա հատկապես ավելի շատ հետաքրքրում է բժիշկներին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ Նարէ նման կարևոր թեմա ընտրելու եւ բարձրաձայնելու համար։ Իրազեկվածության բարձրացումը իրոք մեր հասարակության անհրաժեշտ է։ Չմոռանաք հետևել Blast TV YouTube-ի անալիքին, հետագա ստորենքի ոդքասթները դիտելու համար։